Տաբու, բոյկոտ, հարամ վանկարկում էին Մաշտոցի պուրակից դեպի Փակ շուկա երթով եկած քաղաքացիները, հեռացեք պատասխանում էին մյուս կողմում կանգնածները։ Փակ շուկայի մոտ հոկտեմբերի 9-ին կրկին բողոքի ակցիա էր։ Արդեն մի քանի օր է ինչ շուկան վերաբացվել է։ Դրա սկզբնամասում շուկա է, մյուս մասում սուպերմարկետ։ Պարոն Ալեքսանյանը բարի իմաստով բարերար անձնավորություն է։ Մենք իրանից շատ գոհ ենք։ Այս քանի օր է, այս ժողովրդին կշտացնում է։ Հացաբարձան։ Ազիզ ջան, շուկան այս իրանից ինչ ճարտարապետական կառույցա ներկայացնում, ով է այդ հորինել այդ դատարկ խոսքերը, ով է հորինել։ Հիմա սրա ճարտարապետության այս շենքի ի՞նչն է փոխվել։ Ես անձնապես այն կողմ կանգնած ժողովրդին չեմ մեղադրում։ Նույն մեր ժողովուրդն է սոցիալապես շատ վատ վիճակում, կախյալ են այս ռեժիմից, այս ռեժիմի իշխանիկներից դարբեր դելերով, ծածկած շուկայի այս պայքարով մենք մեր ժողովրդին Հայաստանաբնակ եւ իր սպյուրս իրազեկում ենք, որ Հայաստանում պետություն գոյություն չունի։ Փակ շուկայի վերաբացման փաստից ոգևորվածների մի մասն արդեն մի քանի օր է ինչ աշխատում է այնտեղ։ Նրանցից ոմանք էլ նախկինում էլ աշխատել են շուկայում։ 3 օր հացով ապահովում է ժողովրդին։ Ամեն ինչը շատ ծիրուն արել է, մտնում ենք հաճույք ենք ստանում, բայց դա բավական չի։ Դուք աշխատում եք այնտեղ։ Այո, տարածքը մենք անվճար ենք կանգնում, անվճար։ Իսկ ինչքան է դա տևելու չգիտեք։ Միշտ էլ շուկայի տարածքը անվճար ենք կանգնելու։ 3 օր աշխատում ենք, եկել են հարամին անում, ամբողջ ապրանքը փչանում է։ 3 օր նորմալ հացի փող ենք աշխատում։ Ինչ են ուզում մեզանից։ Եվ հիմա այստեղ մենք տեսնում ենք, որ բուծվել է մի խումբ, որը շների պես, կատաղած շների պես պատրաստ է արձակվել ժողովրդի վրա։ Իրենք ժողովուրդ չեն ներկայացնում իհարկե։ Մենք այդ դժբախտ կանանց հասկանում ենք, ում որ բերում են Մալաթիա շուկայից եւ կոպեկներով այստեղ շահագործում են։ Սա նաեւ մարդկային տրաֆիկինգի եւ քաղաքական շահագործման շատ տգեղ դրսևորում է։ Փակ շուկայի ներկայիս վիճակից դժգոհող քաղաքացիների դեմ արտահայտվելու էր եկել սոցիալիստական շարժման ղեկավար Ռոբերտ Ահարոնյանը, որը հայտարարեց, թե ակցիան ուղղորդվում է դրսից։ Մոտ մի 30-40 հոգի մարդ կանգնած դիմացի մայթում խանգարում են ժողովրդի հանդորը։ Խանգարում են։ Հանգիստ կատարվում էր աշխատանքներ, հանգիստ գնում էր առևտուր։ Ես նույնիսկ եմ ասում, ես սոցիալիստ եմ։ Ես չեմ ընդունում ալեգարխ, ես ընդունում եմ միջին խավ։ Ես տեսնում եմ, որ այս դեղին գլխարկներով հավաքված ժողովուրդը տանում են ոչ թե պայքար հանուն ինչ-որ շինության, այլ տանում են պայքար Հայաստանում ճգնաժամ ստեղծելու համար։ Այն կողմի գլխարկների համար վճարում են արտասահմանից, ուրիշ վարան չկա, ուրիշ հնարություն չկա։ Յուրաքանչյուր ակցիան, որը կանցնում է միաձև, հասկանում եք, դեղին գլխարկներով, առանջը հեղափոխական փողկապներով կամ վարդերով Վրաստանի նման, դա վճարվում է արտասահմանից։ Մեր դեղին գլխարկները գնվել են շինանյութ խանութում որպես բանվորական ամառային գլխարկներ եւ սա միջանկյալ գլխարկ է, որովհետև հետո մենք հագնելու ենք դեղին սաղավարտներ, երբ որ անցնելու ենք ապամոնտաժման։ Սա պետք է ապամոնտաժվի։ Սա ապամոնտաժման առաջի զգուշացումն է։ Դա այդ է պատճառը, որ դրանք դեղին են։ Ամենաէժան, ամենասովորական բանվորական գլխարկներ, որը կարող ենք մեծ քանակությամբ ցանկացած շինանյութի խանութում գնել։ Փակ շուկայի պաշտպաններն իրենց հետ բերել էին ֆուտբոլային խաղերի ընթացքում օգտագործվող վուվուզելներ, ինչի պատճառով միմյանց լսելն անհնարին էր։ Երևանի փողոստիկանապետ Վալերի Օսիպյանի խոսքով այդ աղմուկը թույլատրելի սահմաններում է։ Այս պահի ոստիկանությունը չունի որևէ ահազանգ, որը բողոք ներկայացնեն այս աղմուկի հետ կապված, իսկ Հայաստանի Հանրապետության ավագների ազատության ընդհանուր դրույթներին համապատասխանում է այս ակցիաները, ուղղակի ես ասեմ, որ նախաձեռնող խումբը, քանի որ նախապես պլանավորված միջոցառում է, լավ կլիներ եւ
ճիշտ կլիներ դա, որ իրենք նախապես համաձայնացնեին իրենց միջոցառումը, այլ ոստիկանությունը պարտավոր չէր որևէ կայքերից կամ որևէ փողոցային խոսակցությունից տեղեկացվածներ, որ այսօր ակցիա տեղ ունենալու, հա, որ գար հասարակական կարգը ապահովեր։ Վերաբացված փակ շուկայի տեսքից բողոքողներն ասում են, որ նման ակցիաներն ամենօրյա են լինելու եւ շարունակվելու են այնքան, մինչեւ շուկային վերադարձվի իր նախկին տեսքը։ Տաթևիկ Ղազարյան, Սարգիս Բուղադարյան, Civilnet։